Ցերանտեպ մեղադրանք կա, որպես իշխանախումբ, որ ինչպես ինչ խիղճով կաթողիկոսը գդանիկ թադավարության եւ արդյոք այդ առումով վերջին այս էպիզոդը միավորներ ստացավ ընդդիմությունը։ Մենք պետք է պատասխանենք մի հարցի. հայ առաքելական եկեղեցին ինքը օրենքից դուրս է, թե օրենքի տակ, Հայաստանի Հանրապետության օրենքները։ Աշխարհիկ երկրում, որտեղ կան օրենքներ, որտեղ օրենքները բոլորի համար հավասար են, բոլորը օրենքի առաջ հավասար են։ Հիմա ընդդիմությունը ասում են, որ չէ, կան մարդիկ, ու մենակ ինքը չի, մենակ Կտրիշ Ներսիսյանը չի, էլի կան մարդիկ, որոնց չի կարելի։ Ում նկատմամբ որևէ գործահարություն, ասում են, ոնց կարելի է, ինքը պատերազմի հերոս է, ինքը կաթողիկոս է, ինքը, չգիտեմ, վաստակավոր գործիչ է։ Մտքում էլի մարդիկ կան։ Իհարկե կան, բայց ասում են իրանք քաղբանտարկյալ են, այսինքն ոնց կարա քաղբանտարկյալ դառնա կաշառք բաժանող մարդը։ Անգերց պարոն նախարար, Հայաստանի իշխանությունները գվախնան սպյուրքեն։ Շատ պարզ է, իրական Հայաստան թե վիրտուալ, դրա մեջ է։ Եթե ուզում ես իրական այսօրվա մարդու համար Հայաստան, թե տեսական, անհասանելի եւ անհասկանալի Հայաստան։ Վերջ Հայաստանը սահմաններ ունի, թե չունի։ Ինքնություն չեն կարող գտնել։ Ինքնությունը Հայաստանն է, խորքի մեջ։ Էդ է Հայաստանը, խո հայրենիքն է։ Դա բան է, աստվածային պարգև է, հա։ Երկիր պետություն ունենալը, որ շատ ազգեր չունեն ու երազում են, բայց դու գնում ես պատմական դառը եւ ճիշտ իրողությունների հետ ես միայն քո ինքնությունը կապում, բայց չես կապում քո այսօր եղած գործող միջազգայինորեն ճանաչված երկրի հետ, որը պիտի ուժեղացնես, որտեղ համարում ես, որ քո հայրենիքն է։ Չես կապում։ Բարև ձեզ, արգելի ագնտիրներ, Արևելքի Արտագով Սակոարյանն է, կշարունակենք անգեղծ զրույցներու մեր շարքը, այսօր հյուրս աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Տորոսյանն է։ Բարի եկածեք, պարոն նախարար։ Հարցես, բայց դեռ բարեկեցության չենք, մի քիչ հետո ես գալիս քիչ մը արևմտահայերեն շունչ մի եկավ այս նախարարության մեջ, որուն համար ուրախ պետք է լանք շատեր գագնգալ էին պարոն նախարար, որ այս ընդրություններն իդ կունենանք բոլորովին նոր կաբինետը, նոր անուններով։ Սա ինչ է վարչապետի մոդեցումը, արդյոք թիմագիցների հետ համախոհությամբ առաջ գնալու մոդեցում է, թե ինչու մեծ փոփոխություններ տեղի ունեցան։ Տեսեք, շատ տրամաբանական ու քաղաքական է ամեն ինչ։ Եղել է ցուցակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ճիշտ է։ Որը նախ ուզում եմ հատուկ շեշտել, որ ընտրվել է մեր կուսակցականների կողմից ժողովրդավարական ճանապարհով, ներքին կուսակցական, եւ օրինակ ես ձայն եմ ստացել համապատասխան եւ եղել եմ ինչ որ համարի տակ, ստացել եմ 10-րդ համարն եմ եղել, հետո կանանց քվոտայով 13-ն եմ դարձել, չեմ հիշում արդեն կոնկրետ։ Ու այդ մարդիկ մասնակցել են ընտրություններին վարչապետի գլխավորությամբ եւ հաղթել ընտրությունները։ Հիմա այդ նոր պոտենցիալ մարդիկ, որ պիտի լինեն, մենք ենք, որտեղ մենք նորովի հանդես ենք եկել։ Նորից մանդատ ստացակ, այսինքն ծեր ներգուսակցական։ Ցուցակը վարչապետի գլխավորությամբ ստացել է մանդատ եւ այդ ցուցակից մարդիկ մի մասը ազգային ժողովում են, մյուս մասը կառավարությունում եւ նաեւ մի հանգամանք էլ կա, մեր շատ նախարարներ բավական վերջերս են նշանակվել, այդ թվում օրինակ ես մի տարի չկա որ պաշտոնավարում եմ, ուրիշ նախարար։ Մենք մի 4-5 նախարար ունենք երևի, որ 4 կամ 5 տարի է պաշտոնավարում են։ Օրինակ պաշտպանության նախարար։ Հա, պաշտպանության, արտաքին գործեր, առողջապահություն, եթե չեմ սխալվում, փոխվարչապետը, մնացած բոլոր ընթացքում են փոխվել, եւ բայց այդ մի կողմից, մյուս կողմը ավելի կարեւոր է, որ մենք գնացել ենք նախընտրական ցուցակում եւ այդ նախընտրական ցուցակի ըստ էության առաջի տասնյակ կամ 20-յակը հիմա կամ ազգային ժողովում են զբաղեցնում ղեկավար պաշտոններ կամ կառավարությունում եւ դա շատ բնական է, որովհետեւ հենց այդ ցուցակով ես դու մասնակցել ընտրություններին։ Քիչ մեծ ծեր էջը բրբդեցի, նկատեցի իմ գործընկեր Ռոբերտ Անանյանի հետ դրված վերջերս դրված հարցազրույցի ընթացքին օրենքի քերագայության հարցը բարձրացուցիկ։ Այսօր գտեսնենք, որ մեր երկրի համար ամենեն լուրջ հարցերը մեկը դատաիրավական մարմիններու խնդիրն է, որում մասին բարձրացանեց վարչապետը վերջերս Ինչպես պիտի դուրս գանք այս հարցեն, որովհետև ամեն ինչ չէ, որ իշխանություններուն կամ ժողովրդի մեծամասնության սրդով է ընթացքը։ Գիտեք, այստեղ բան է, էլի դիլեմա կա։ Նախ դատաիրավական համակարգը ինքնին երբեմն պիտի կայացնի որոշումներ, որոնք
փաստերի վրա են հիմնված կամ միշտ պետք է կայացնի որոշումներ, որոնք փաստերի վրա են հիմնված, ու երբեմն կարող ժողովուրդը բան լինի, դժգոհ լինի այդ որոշումներից, բայց պետք է լինի վստահություն, որ այդ փաստերը ճիշտ են ուսումնասիրվել եւ ճիշտ որոշում է կայացվել, որը այս պահին թույլ է, հա, վստահությունը թույլ է, ակնհայտ ասենք, որ թույլ է, բայց դա մի օրում ասենց չի լինելու, որ վաղը զարթնենք, ասենք, վերջ, այլևս ուժեղ է վստահությունը։ Դա ինչ որ process պետք է ասնի բարեփոխումների, ու մեր ասածը այն է, որ փաստացի մեր կարծիքով այդ process-ը դանդաղ է ընթանում, որտեվ չի գալու մի օր, որ ասենք վերջ, այլևս որևէ խնդրեմ չկա, որևէ համակարգում դատա իրավական կլինի, միշտ կա ավելի լավը դառնալու ցանկություն, միշտ։ Նույնիսկ ամենալավ համակարգերում կա ցանկություն եւ կարիք դառնալ դրանից մի քիչ ավելի լավը։ Հիմա մեր դատա իրավական համակարգի վրա մենք շատ ջանք ենք գործադրել, սկսած նախաքննական մարմիններից վերջակած դատարաններով, այլ հագեցվածություն, այլ նոր տեսակի դատարաններ, այլ աշխատավարձերի բարձրացում եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ինքնին համակարգը շատ պահպանողական է, այսինքն համակարգը ներսից եւ նաեւ մի քիչ ինքնակարգավորվող, որտեղ դատավորները այնուամենայնիվ իրենք իրենց խորհուրդը ունեն, որ նստում քննարկում են, կա բարձրագույն դատական խորհուրդ, որի կեսը նորից դատավորներ են, հա, որպեսզի բալանսները եւ հավասարակշռությունը պահպանվի, եւ նաեւ մեր գործընկերները դատա իրավական համակարգում պիտի լսելով եւ ժողովրդի կանչը, պահանջը եւ նաեւ քաղաքական գործիչների պահանջը, որոնք ժողովրդի կողմից են ընտրված, նաեւ ինքնա բարելավման process-ով անցնեն, որովհետեւ միայն արտաքինից փոխելը ինձ թվում է բավարար չի, այսինքն հա արտաքինից է պետք է լինեն այդ գործողությունները, մենք օրենքներ ընդունենք, չգիտեմ ինչ որ բյուջե հատկացնենք, բայց դա ներսից այդ ցանկությունը չկա, շատ դանդաղ է process-ը գնալու։ Հիմա ասել, որ ոչինչ չի փոխվել, ճիշտ չի լինի, բայց ասել, որ ամեն ինչ արդեն մեր ցանկության պես է, դա էլ ճիշտ չի լինի, մենք ինչ որ ճանապարհի կեսին ենք, հա, ավելի լավը դառնալու դատա իրավական համակարգով, բայց այս չի առանձնացի, ուրիշ համակարգերում էլ խնդիրներ կան։ Պարզապես սա այնքան ցցուն է, որտեղ շատերին է առնչվում եւ շատ ցավոտ թեմաների առնչվում, հա, ասենք նույն թալանի վերադարձ, ապօրինի գույք, կոռուպցիա եւ նախկին եւ ներկա, այսինքն շատ բաներ է։ Ինչու՞ ոչ նաեւ այլ հանցագործություններ։ Մենք հաճախ միայն կոռուպցիայի վրա ենք կենտրոնանում, բայց մարդու դեմ ուղղված հանցագործություններ, սպանություններ, բարմնական վնասվածքներ, գողություններ եւ այլն դրանով էլ պիտի զբաղվի մեր ամբողջ համակարգը եւ պետք է նայել նաեւ դինամիկայի մեջ այդ ամեն ինչ։ Եթե տեսնենք, որ վատանում է, ուրեմն շատ ձախողված վիճակ է։ Եթե տեսնում ենք դանդաղ է լավանում, պետք է բրթենք, հրենք, քաշենք, հա, օգնենք, որ ավելի լավանա։ Ու մի կարևոր բան կա, որը հաճախ վրիպում է շատերի աչքից, ամենաշատ մենք ենք խոսում դրա մասին։ Այսինքն մենք ինքներս ենք խոսում։ Մենք ինքներս մեր առաջ դնում ենք ավելի բարձր շեմեր եւ փորձում ենք դրան հասնել։ Երբ որ մեզ մեղադրում են այդ դատա իրավական օրինակ բարեփոխումները դանդաղ անելու մեջ, ասում ենք հա իհարկե, բայց մենք առաջինը մենք ենք դա ասում։ Կամ ասում են, որ գործիք է դա իրավական մարմինները իշխանություններուն ցերկ է, մեղադրանքն է։ Եթե գործիք է, ինչի նույն բազմաթիվ, չէ, հա, ինչու պիտի բարելավ, հակառակը կուզեմ, որ դառնա ամբողջությամբ գործիք եւ երկրորդը, եթե գործիք է, ինչի են բազմաթիվ հիմա այդ նույն շատ օդիոզ դեմքեր հիմա տանը, ինչա կալանքները փոխվում տնային կալանքի, որտեվ դատավորները նայում են գործի քննությունը օբյեկտիվ, մեկը մի քիչ լավ, մեկը մի քիչ վատ, հետո աստիճանակարգություն կա, առաջի ացան, վերաքննիչ, վճռապետ, որ պետքա իրանք իրար փոխ լրացնեն եւ սխալները հասցնեն մինիմալի, մենք էլ միշտ չի որ բան են գոհ ենք լինելու, եւ եթե մի բան կա, որ դու միշտ գոհ ես, թե խնդրեմ կա ուրեմն։ Գիտեք, քանի դատա իրավական մարմնի մասին խոսեցանք, այս վերջին շրջանին եկեղեցի կամ Կարեկին Կաթողիկոսի թեմ ասենք իշխանության արշավը ընդդիմության խոսույթն է անշուշտ ցերանտեպ մեղադրանք կա որպես իշխանախումբ որ ինչպես ինչ խիղճով Կաթողիկոսը գդանիկ թադավարության եւ արդյոք այդ առումով վերջին այս էպիզոդը
միավորներ ստացավ ընդդիմությունը, գիտեք, այսինքն այդ թադավոր ինքնաբացառիկ հայտարարելը ես անկեղծ կոնկրետ այդ բանին չեմ հասցրել հետևեմ, էլի ոչ թե ասում եմ, որ ինչ որ բան խուսափում եմ, չէ, ես հիմա հարցին կպատասխանեմ, բայց կոնկրետ այդ բանին չեմ հետևել, բայց այստեղ ուրիշ բան կա։ Նույնիսկ եթե դատավոր ինքնաբացարկը հայտնի է, այդ էլի խոսում է մի քիչ առաջ իմ ասացի մասին։ Եթե այդպես ամեն ինչ տենց մոտավորապես ինչ ասեմ, արա, WhatsApp-ում չէ։ Ինչ ասեմ, արա վիճակում է, բայց ինչի է ինքնաբացարկ հայտնում դատավորը, այդքանի գլխանի է դատավորին, որ ինքնաբացարկ է հայտնում։ Օրենքով սահմանված ընթացակարգը մարդը պահում է։ Իսկ ինչ վերաբերում է ավելի լայն, հա, կոնտեքստին, ինչպես կարելի է կաթողիկոսին, որևէ կաթողիկոսին, որտեղ ստեղ նաև հարցը արդյոք նա կաթողիկոս է թե ոչ, որտեղ նա ըստ էության զբաղեցնում է այդ պաշտոնը դրա իրավունքը չունենալով, իրենց իսկ կանոնները խախտած լինելով, բոլորի համար հանրաճանաչ ձևով, բայց մի կողմ նույնիսկ դնեմ այդ պահը։ Մենք պետք է պատասխանենք մի հարցին։ Հայ առաքելական եկեղեցին կամ հայաստանյաց առաքելական եկեղեցին, եթե ճիշտ եմ ասում, ինքը օրենքից դուրս է, թե օրենքի տակ, Հայաստանի Հանրապետության օրենքների։ Եթե ասում ենք, որ օրենքից դուրս է, մի պահ կողքի դնելով ոնց կարա տես բան լինի, ուրեմն հա իհարկե պետք չի ձեռ տալ, իրանք ունեն տենց աստվածային իմունիտետ, հա, կարելի ասել իրանք ամեն ինչ կարելի է։ Բայց տես չի, հա, տենց չի կարող լինել։ Աշխարհիկ երկրում, որտեղ կան օրենքներ, որտեղ օրենքները բոլորի համար հավասար են, բոլորը օրենքի առաջ հավասար են։ Եթե օրինակ կարելի է երկրի գործող կամ նախկին որևէ պաշտոնյայի ընտրված կամ նշանակված ենթարկել քրեական պատասխանատվության այս կամ այն հանցանքի համար, դա նշանակում է, որ կարելի է ենթարկել պատասխանատվության ցանկացած մեկին, որովհետև չի կարող լինել օրենքից վեր մարդ։ Քիչ առաջ ասում եք օրենքի գերակայություն, չէ՞, բայց օրենքի գերակայությունը ինչի մասին է։ Եթե կա դատարանի վճիռ, դատարանի վճիռն ասում է, որ դու այս ինչ բանը իրավունք չունես անելու։ Իմ հետ էլ է այս բանը, իմ նկատմամբ եղել է դատարանի վճիռ, ասել է պետք է այս ինչ բանը անես, հա, օրինակ մեկից ներողություն պետք է խնդրես։ Եթե ես դա չանեի, իմ նկատմամբ քրեական հետապնդում էին բան անելու, հարուցելու, ես դեմ էի այդ որոշմանը, որտեղ եթե դեմ չլինեի, բան էլի, այսինքն ասած չէի լինի եւ պաշտպանված չէի լինի, բոլոր ացաններով գնացած չէի լինի, բայց ես այդ ամեն ինչը արել եմ, որտեղ ես Հայաստանության քաղաքացի եմ եւ ենթարկվում եմ ՀՀ օրենքների։ Եվ իմ կարծիքով բոլորը պետք է ենթարկվեն Հայաստանի Հանրապետության օրենքներին, անկախ իրենց զբաղեցրած իրական, հոգեվոր կամ այլ աշխարհիկ պաշտոններից։ Եվ պաշտոնը չի կարող լինել իմունիտետ քրեական հանցագործություն կատարելու, եթե իհարկե, ասկան падգամավորների դեպքում օրինակ ուրիշ իմունիտետի համակարգ կա, բայց դա էլ հաղթահարելու ձև կա, հա, գնում ես եւ իմունիտետը հաղթահարում ես։ Այս դիլեման է։ Հիմա ընդդիմությունը, կամ ես ընդդիմությունը չեմ ասի, հա, այդ պետականության դեմ եւ սուվերենության եւ մեր ինքնիշխանության դեմ հանդես եկող խմբակները ասում են, որ չէ, կան մարդիկ, ու մենակ ինքը չի, մենակ Կտրիշ Ներսիսյանը չի, էլի կան մարդիկ, որոնց չի կարելի որևէ ձևով ով օրինակ ում նկատմամբ որևէ բանա գործահարություն, ասում են ոնց կարելի է, ինքը պատերազմի հերոս է, ինքը կաթողիկոս է, ինքը չգիտեմ վաստակավոր գործիչ է։ Իրանց մտքում էլի մարդիկ կան։ Իհարկե կան, բայց ասում են իրանք քաղբանտարկյալ են, այսինքն մարդ գնացել է կաշառքաբաժանը ընտրությունների։ Ինչպես քաղբանտարկյալ կդառնա։ Հա, ոնց կարա քաղբանտարկյալ դառնա կաշառք բաժանող մարդը կամ ժամանակին ինչ որ հանցագործություն արած մարդը, որը ասում է ժողովրդի առաջ էլ պարզ ձևով ասվում է այդ ամեն ինչը ոնց է, էլի արվել, ոչ թե պարզապես դու խաղաղ հավաք էիր անում, եկան քեզ հավաքեցին, տարան մի 2 տարով նստացրեցին, ոնց որ օրինակ 2008-ի դեպքերին։ Եվ իրանց համար դառնում է այսպիսի երկու տեսակի մարդիկ կան, ովքեր որ իրանց ձեռք են տալիս, իրանք քաղբանտարկել են եւ իրանց չի կարելի հետապնդել քրեական իմաստով, իրավապահ մարմինները չեն կարող քրեական հետապնդումը, մյուսներին կարող են։ Մենք էլ ասում ենք ոչ, ու ցույց ենք տալիս։ Մեր շարքերից է կան եւ քրեական հետապնդման ենթարկվողներ եւ ենթարկվածներ, եւ դատապարտվածներ եւ դատապարտվողներ, եւ դա նորմա է։ Այսինքն բոլորը պետքա լինեն ընդդատյա Հայաստանի Հանրապետության օրենքից ներքև։ Հա, դատարաններին եւ բոլորին։ Ու կապ չունի դու ինչ շոր ես հագնում, որտեղ ես ապրում, քեզ ժամանակին ինչպես են այդտեղ հասցրել, նորից կողքի դնելով ասում եմ լեգիտիմությունը իր անձի։
Մոնտորոսյան, Հայաստանի բարձ սովորական քաղաքացին համար միշտ մտավախություն կար, որ մենք ինչ տեսակի խորհրդարան պիտի ունենանք, առաջին օրերը գարձեք շունչ մգար, մանավանդ պարոն Ռուպինյանի այդ կարևոր հայտարարություններն իդ, որ եկեք փարեք վարկություն արդայդենք, բայց շատ արագ քանտվեցավ ադի, դուք վստահ եմ արիտ չեղավ դակավին ազգային ժողով ներկայանալու որպես նախարար, առաջիկային գլլա ինչպես կգնահատեք այս օրինակ ուժեղ Հայաստանի հետ կարելի է հնարավոր է ինչ որ ճանապարհ գտնել կամ այնտեղ ինչ որ խարտավանք մի եղավ այդ սրիգապարին օգտագործումը ուժանագի պես պայթեցավ եւ չհասկացանք մենք ադի ուղղորդված էր որովհետեւ ինքը ինտիմությունը դարբեր քնահատականներ տվավ այսինքն իրենք ուժեղ Հայաստանը շատ ուրախ չէին բայց Դե տեսեք, այն ինչ որ մենք ասել ենք, այսինքն մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես ոչ միայն խորհրդարանում լինի քաղաքական բանավեճ, հա։ Քաղաքական բանավեճ, որը կբերի մեր երկրի ուժեղացմանը, հա, քաղաքական առողջ բանավեճ, որը չէ, որտեվ եթե ուրիշ բաների ենք անդրադառնում, դա արդեն քաղաքական չի, դա արդեն փողոցային բանավեճ է, հա, որը բերելու է մտքերի բախման, գաղափարների բախման, թեկուզ սուր Հա սուր գաղափարների կամ մտքերի սուր բախման, գաղափարների սուր բախման, բայց գաղափարների։ Բայց երբ որ վերածվում է այդ ամեն ինչը անձնական եւ նաեւ վիրավորանքի սահմանները հատող, հա, խոսույթի, դա դառնում է մոտարպես այն ինչ որ հաճախ մենք տեսել ենք, ցավոք սրտի մասնակցել ենք ստիպված։ Հիմա ասում ենք եկեք առիթ, հա, նոր էջից, նոր քաղաքական մշակույթ ձևավորենք։ Հիմա եթե իրանք դրան պատրաստ չեն, մենք այնուամենայնիվ ունենք այդ մտադրությունը եւ ցանկությունը դա առաջ տանելու։ Բայց եթե կտեսնենք, որ իրանք չափերն անցնում են, հա, այսպես ասած, մենք իհարկե չենք ուզենա, որ տենց լինի, բայց եթե օրինակ դա անցնի անձնական վիրավորանքի սահմանները, մարդես կարող է արձագանքես, չուզենալով, հա։ Մենք անդադար պիտի կոչ անենք, ասենք Ժողովուրդ ջան, եկեք իրար հետ աշխատենք օրենքների շուրջ, գաղափարների շուրջ, որոշումների շուրջ եւ այլն։ Հիմա ուժեղ Հայաստանը ուրիշ խնդիրներ ունի։ Իրանք անգլերեն ասած identity problem ունեն, ինքնության problem ունեն, հա։ Որոնումի մեջ են ասել։ Հա, որովհետեւ իրանք ստեղծվել են մի պայմաններում եւ որ որևէ գաղափարական հենք չունի եւ ինչ օրս էլ չունի ըստ էության։ Հավաքվել են մարդիկ, որոնք հաճախ իրար մինչեւ այդ չեն ճանաչել կամ աշխատել են, ասենք, նույն կազմակերպության բիզնեսներում, տարբեր տեղերում, բայց գաղափարական այլ բան քան գործի գնալը չի գա։ Հիմա իրանք էլ են ձևավորման փուլում, իրանք կորոշեն ինչպես ձևավորեն, մեր գործը չի այսպես ասած։ Բայց իրանք պետք է որոշեն արդյոք իրանք ձևավորման մեջ որոշումներ կայացնելիս դա իրանք օգուտ է թե վնաս։ Եթե տեսնեն են մյուս քաղաքական ուժերին, որոնք այսօր չկան ազգային ժողովում, շատ պարզ է, որն է օգուտ, որը վնաս։ Կոնստրուկտիվը օգուտ է, դեստրուկտիվը եւ այն հողատու թուրք դավաճանը վնաս է։ Որտեվ նույն տեսանք ինչպես օրինակ Հայաստանի քանի հոգի նվազեցավ, քանի հոգի դարձան, ոմանք ընդհանրապես չմասնակցեցին եւ չանցան, ոմանք մասնակցեցին, չանցան։ Իրանք պետք է հասկանան պետության համար, մեր պետության համար սա շատ կարևոր է, որտեվ երբ որ կա առողջ քննադատող ընդդիմություն, բովանդակային, իշխանությունը ինքնին լավանում է, լավն է ավելի դառնում, որտեվ եթե Սելգուզեկ օգտակար է։ Այո, եթե չդառնաս ավելի լավը, այդպիսի ընդդիմության պայմաններում կպարտվես ընտրությունները մյուս առիթով, հա։ Իսկ մենք հասկանում ենք, որ եթե ուժեղ ընդդիմություն կա, իշխանությունը պիտի ուժեղանա, բովանդակությամբ, ինտելեկտով, մտքով, ծրագրերով։ Եթե չկա առողջ ընդդիմություն, կա միայն այդ թուրք դավաճան եւ այլն, դրան պատասխանը շատ հեշտ է ու տենց մոտարպես ռելաքս վիճակում հանգիստ իրանց այդ բասում ջախջախում ես, ասում ես բա ուրիշ գործերը անելու համար ուրիշ մոտիվացիա չի լինում, բայց երբ որ կա ընդդիմություն, որն ասում է մի րոպե, ստիպը լավ չես հաշվը, բայց մարդիկ, բայց հարցը, բայց հարկը, բայց շահառուն եւ այլն, ասում ես մի րոպե, էլի ոնց որ ճիշտ բան ասում, մի հատ գնամ այդ հարցը լուծեմ, թե չէ ես իմ ժողովրդի մոտ կերևան որպես վատ որոշումներ կայացնող, լավ չհասկացող գործից իշխանություն եւ կդառնամ ավելի լավը կամ կգնամ կպարտվեմ ընտրություններում։
Դրա համար մեր ցանկությունն է մեր երկրի համար, ոչ միայն մեր քաղաքական ուժի եւ ոչ այդքան մեր քաղաքական ուժը, մեր երկրի համար կարեւոր է, որ ազգային ժողովում եւ ընդհանրապես լինի առողջ քաղաքական բանավեճ առանց բարեվարկության սահմանները անցնելու, բայց դա միայն մեզնից չի կախված, ցավոք սրտի, ես իհարկե կարամ ներողություն խնդրեմ բոլորի անունից, բայց երբեմն դա ոնց որ հրահրվում է, մենք փորձում ենք զուս մնալ եւ ինչքան հնարավոր է եւ դա պետքա լինի ըստ էության միշտ զուս մնաս, որ նաեւ երևա այդ տարբերությունը, որ մենք աշխատում ենք, իրենք ինչ որ հիմար բաներ են խոսում։ Այս պայմաններում մեջ մենք գիտենք հետընտրական առաջին օրերը ինչ ոճեր եւ նույնիսկ ընդդիմության լիդերները մեկը հայտարարած էր, որ մենք մինչեւ վերջին շունչ պիտի բայկարենք այս ասենք կողծված մեր հաղթանակը իդ բերելու եւ այլն, հետո փոխվեցավ այդ խոսույթը, բայց գարձեք նաեւ ընդդիմությունը իր հանրության այդ խոսույթի դարբերության մխնդիր ունի, ասին խորհրդարանի մեջ դեսակ մնե եւ ինչ պիտի ասի այդ դակ գլուխներուն, ինչպես պիտի խոսի։ Դե տեսեք, այդ ճիշտ եք ասում, դա նաեւ հենց այդ նույն ինքնության խնդիրն է, ինքնության, որովհետեւ եթե դու եկել ես իշխանության մի քանի դատարկ բանով, որ դու թույլ չես տալու ինչ որ հիպոթետիկ 300,000 ադրբեջանցիների գալ, ինչ որ այս տիպի մզգիթները չմոռնակ անհեթեթություններ, հա, իրանց այդ գովազդները Facebook-ով պատտվող այդոնք շատ ծանր էին։ Հա, եւ այլն, ու եկել է հիմա կոնստրուկտիվ է դառնում, կարող է այդ մարդիկ, որոնք որ իրանց դրա համար են ընտրել, ասեն մի րոպե, բա ադրբեջանցիներ, բա դե պետք է ասեն սուտ էր, սուտ ենք ասել, դες բան չկար, մենք ասում ենք, որ սուտ են ասում, այն ժամանակ էլ ենք ասում, հիմա էլ ենք սուտ ասում, որ սուտ էին ասում։ Բայց դա մեծ ուրիշ կոմպոնենտ է կա, որ իրանց երևի մի քիչ ձեռք է տալիս։ Իրանց ընտրողների մի ստվար զանգվածը ուրիշ բանի համար են իրանց ընտրել։ Տարբեր, այդ թվում կաշառքով, այդ թվում ուղղորդված, այդ թվում Ռուսաստանից եկած, այդ մարդկանց համար մեկ է։ Իրանք ընդ ինչ են խոսում ազգային ժողովում, իրանք կան, չկան, գործի գնացել են, չեն գնացել։ Այդ առումով իրանք գործերը այդքան էլ դժվար չի։ Ինչ ուզեն կարան անեն ազգային ժողովում, կարան լավ աշխատեն, կարան վատ աշխատեն։ Ռադիկալ տրամադրված մարդկանց համար, հա, դժվար է, ինքնության հարց է, բայց դա կոնկրետ մենք դիտարկում ենք մեր բոլոր քաղաքացիներին հավասար ու բացարձակ կարևոր չի։ Իրանք ում են ընտրել, ում չեն ընտրել, գնացել են ընտրության, չեն գնացել, մենք աշխատում ենք բոլորի համար։ Իրանք ի տարբերություն մեզ հաճախ նաև հրապարակային հակառակ բաներն են խոսում, որ իրանք աշխատում են միայն իրանց ընտրած քաղաքացիներին, ասում են մեզ ընտրած քաղաքացիներին տուն կտանք, մեզ ընտրած քաղաքացիներին տրակտոր կտանք։ Իսկ այդ խտրականությունն էլ նույնիսկ չեն թաքցնում, ինչը ես չեմ կարծում, որ դրական է անդրադառնալու իրանց մյուս ընտրական արդյունքների վրա։ Իսկ այս մթնոլորտի մեջ թեժ աշնան մասին, որ հաջող կխոսվի, գիտեք, 14 տարի է Հայաստանում յուրաքանչյուր ընդդիմություն խոսած է թեժ աշնան մասին։ Տեսեք, հիմա հետընտրական թեժություններ չեղան եւ բոլորը հասկացան, որ ընտրությունները անցել են ազատ եւ թափանցիկ եւ ինչպես 2018 թվից հետո բոլոր ընտրությունները հիմա թեժ աշունը լինելու է հետեւել տրամաբանությամբ, լինելու առաջի նստաշրջանը ազգային ժողովի ոնց որ երկրորդ շաբաթվա առաջի երկու շաբթից է սկսում, եթե չեմ սխալվում, ու գնալու ենք ազգային ժողով, իրանք այնտեղ են արդեն շարունակելու են այդ բանավեճը, մենք գնալու ենք հարց ու պատասխաններին, օրենքներ ներկայացնելու եւ թեժությունը դրանով ավարտվելու է մինչեւ մյուս ընտրություններ։ Ես վստահ եմ դրանում։ Իրանք էլ հասկացել են դա, որովհետեւ նույնիսկ նախընտրական փուլում իրանք փողով էին մարդ բերում թեժ ակցիաների, հա, հանրահավաք բան, հիշում եք, այդ հայտնի ձայնագրություններ 5000, 10000 կոկա-կոլա կտամ, չգիտեմ ինչ կտամ, քյաբաբ կտամ եւ այլն։ Ու կարծում եմ, որ այդ բանը անցել է արդեն, երբ որ մարդիկ տեսնում են, որ ընտրությունները իրականում արձանագրում են մարդկանց քվեն։ Իրանք որևէ մոտիվ չունեն փողոց դուրս գալու, բացառությամբ միգուցե մի քանի հազար մեր քաղաքացիների, որոնք տենց քրոնիկ անհամատեղելի են, օրինակ գործող իշխանությունների հատ, իրանք միշտ կարան դուրս գան 5-10,000 հոգի, բայց մեծ թվով մարդիկ դուրս չեն գալու, ոչ թե որ բանա, տենց անպայման սիրում են մեզ, հա, որտեղ գիտեն, որ տենց արձանագրվել է քվեն իրանց։ Իրանք են ձևավորել իշխանությունն էլ, ընդդիմությունը իշխանության մասը ըստեյության։ Կառավարման մի մասը։ Իրանք են, իրանց տված քվեով է դա ձևավորվել։ Դուրս գան ինչ անեն։
Բավարար խոսեցանք բան նախարար ներքին իրավիճակի մասին, ես նաև մեր սպիրկի ագնտիրներն համար պիտի ուզեի հարցնել ձեր գործունեության դաշտի մասին, ինչ են առաջնահերթությունները, ինչ ծրագիրներ ունեք եւ հանուն մեր երկրի, ասենք, բարեկեցության, նաև ժողովրդի բարեկեցության, ինչ է առաջնահերթությունը, ինչպես գրնանք ամփոփ ներկայացնել։ Բավական մեծ է, գիտեմ, բայց ինչքան հնարավոր է։ Դժվար է շատ։ Ես որ համեմատում եմ Կարևորը չեք հոգնած եւ պիտի եկածեք գործելու։ Հոգնել չկա, իհարկե 5 տարի մինիմում մեր տված մանդատը կիրառելու ենք, հետո նորից կանգնենք մեր ժողովրդի դատի առաջ։ Մեր ոլորտը դե կոչվում է հիմա աշխատանքի եւ սոցիալական հարցերի, բայց մենք վերանվանում ենք աշխատանքի եւ բարեկեցության եւ այդտեղ իմաստ կա, պատահական չի, դա պարզանվանափոխություն չի, որտեղ համարում ենք, որ սոցիալական հարցերը մի քիչ ավելի նեղ են նայում, քան բարեկեցությունը խնդիրներին եւ ավելի կանխարգելիչ բան ունի, նպատակ ունի, քան թե սпасել, որ հարցը ծագի, նոր լուծել, հա։ Եվ ընդհանուր մեր քաղաքականությունների մշակման մեջ այդ welfare կամ well-being տերմինը մոտեցումը պետք է դնենք ու աշխարհում դա հիմա տենդենս է, այսպես ասած։ Բայց մեր նեղ առաջնահերթությունները շատ տարբեր են, սկսած երեխաների իրավունքների պաշտպանությունից, վերջացրած մեր ավագ սերնդի քաղաքացիների իրավունքներով, դա կենսաթոշակն է, առողջ ծերացումն է եւ շատ ժողովրդագրություն, ծնելիություն, աշխատանքի իրավունքներ, զբաղվածություն, անապահովության համակարգ, բնակարանային ապահովում, մատչելի բնակարանային ապահովում, սոցիալական բնակարանային ապահովում, շատ բանը շրջանակը մեր եւ մենք հիմա կառավարության ծրագրի վրա ենք աշխատում, որում ներառված է նաեւ նախընտրական մեր ծրագիրը, օրինակ, չգիտեմ, 1000 նոր սոցիալական Այս բոլորը քննարկված են մինչ այդ բանախարար 1000 նոր սոցիալական բնակարան, 3000 նոր սահմանամերձ բնակավայրերում բնակարան, 2000 նոր անձնական օգնական հաշմանդամների նույնիսկ հաշվելի բաներ, նոր կուտակային կրթական հիմնադրամ երեխաների համար, որ ծնողները կուտակեն մեծ տարիքում երեխաները կարողանան, ասենք, լավ ուսում ստանալ։ Բազմաթիվ շատ չափելի բաներ են լինելու։ Կենսաթոշակային համակարգի մասով ինդեքսացիա ամեն տարի կենսաթոշակների, որպեսզի դա կենսաթոշակը նվազ չլինի նվազագույն սպառողական զամբյուղից, կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ շատ է ու երբեմն հնարավոր չի նույնիսկ մի ժամում այդ ամբողջը թվարկել, ես երբեմն նույնիսկ կարող եմ որոշ կտորներ մոռանամ այնքան շատ է։ Բայց ընդհանուր միով բանիվ այնա, որ մենք պետք է աշխատանքի միջոցով, աշխատելու միջոցով, բոլորիս աշխատելու միջոցով ձևավորենք մեր բարեկեցությունը, մեր անձնական եւ մեր երկրի։ Իհարկե, դա չի նշանակում, որ չեն լինելու քաղաքացիներ, որոնք չեն կարողանալու աշխատել եւ մենք իրենց պիտի օգնենք, հա, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներին, խոցելի իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին, ավագ սերնդի մեր քաղաքացիներին, իրանք մենք պետք է աջակցենք երբեմն միշտ, հա, մինչև ցկյանս պիտի աջակցենք, բայց մյուս մեր քաղաքացիներին կրթության միջոցով մասնագիտություն ստանալ եւ աշխատել։ Եթե ամփոփենք ես ամեն ինչը, ու ես միշտ մի օրինակ եմ բերում Իտալիայի սահմանադրությունից, շատ հետաքրքիր է։ Իտալիայի սահմանադրության առաջի հոդվածը հետպատերազմական։ Երկրորդ համաշխարհայինից հետո իրենց նոր սահմանադրություն ընդունել, ասում է ուղղակիորեն, բառացիորեն հետևայելը։ Ասում է Իտալիան դեմոկրատական հանրապետությունը հիմնված աշխատանքի վրա։ Այդքան կարևոր է աշխատանքը։ Դրա համար Իտալիան G7-ում է։ Մենք էլ պետք է աշխատենք, որ բարեկեցիկ ապրենք։ Այդ է լինելու մեր բոլոր քաղաքականությունների կվինտեսենցիան։ Իսկ ծեր նախարարության թիմեն գոհ եք, պարոն նախարար, թարմացումներ եւ ինչու այս հարցը գուտամ, արդյոք Սփյուռքի երդասարտությունը ներքրավելու, գիտեք, վարչապետը վերջերս նախաձեռնությամբ անտես եկավ, ինչքանով Սփյուռքի նոր սերունդը ներքրավելու կորձնական դաշտի, որ հայրենիքը չմնա միայն շարադրության եւ դան մասի սարի պատկերին մեջ։ Շատ լավ հարց եք տալիս, թիմից գոհ եմ, թե դժգոհ, մեծամասամբ գոհ եմ, բայց դա չի նշանակում, որ փոփոխություններ չեն եղել եւ չեն լինելու։ Մենք էլ այդ նույն process-ի մաս ենք եւ ես ողջունում եմ վարչապետի այդ
հանձնառությունը, նախաձեռնությունը եւ հանձնառությունը նոր մարդկանց ներգրավելու։ Ես մենակ այսօր այս շաբաթ 10 հոգու հետ ինտերվյու եմ անելու, արդեն արել եմ եւ անելու եմ, այդ թվում Zoom-ով Իսպանիայից, Ռուսաստանից, Իտալիայից, այսինքն ընթացքի մեջ է process-ը։ Որ ստեղ են, բայց դրսում են սովորել կամ ապրել, հա։ Եվ փորձում եմ արդեն մի հոգու ընդունել ենք, մի հոգու կընդունենք, մի քանի հոգի նախատեսվում է։ Այստեղ մի հատ կարևոր հարց կա ընդհանրապես, որը մենք ինչ որ ձևով պիտի հասցեագրենք, լեզվի հարցն է իրականում։ Մասնագիտական առումով շատ լավ։ Եվ երիտասարդներ եւ հասուն տարիքի կադրեր արևելահայերեն նկատի ունիք։ Գրական այսօրվա մեր պաշտոնական հայերեն է, որտեվ հանգամանքների բերումով քաղաքացիները չեն շփվել, կարիք չեն ունեցել կամ ունեցել են, հետո մոռացել են, բայց երբ որ դու գալիս ես մտնում ես պետական կառավարման համակարգ եւ պիտի աշխատես փաստաթղթերի հետ, չես կարող չաշխատել, հա։ Պիտի շփվես մարդկանց հետ, որոնք սովորաբար հայերեն են խոսում, միգուցե գիտեն նաև անգլերեն կամ ռուսերեն, հա։ Շատ դժվար է, բայց լուծելի հարց է։ Այսինքն, եթե մեր հայրենակիցները հանձնառությունը ունեն ներգրաված լինելու եւ բազան էլ կա, գոնե ինչ որ չափի, դա լուծելու է։ Եվ ես ինչքան գիտեմ, մեր կառավարման ակադեմիայում նաև հայերենի կուրսեր են լինելու դրա համար, բայց դա կարող լինի զուգահեռ, հա, հիմնական խոչընդոտ, որ ասում եմ, նկատում եմ, թե մասնագիտությունը կա, դա լուծելի է։ Եվ ես ուզում եմ, օրինակ AI-ի մասով եմ ուզում մասնագետներ ներգրավեմ եւ այսօր ունեմ էլի ստեղից հետո մի 3 հոգի պիտի հանդիպեմ, որոնք որ հնարավոր է ինչ որ առաջարկ ստանան ինձնից եւ դա process է, ինձ թվում է միշտ պետք է դա անել։ Ու այնպես չի որ չեն եղել նախկինում եկած մարդիկ, տարբեր տեղեր մենք ունեցել ենք եւ ի սկզբանե Սփյուռքի հա ներկայացուցիչ գործընկերներ, որ աշխատել են, իրանք քիչ են եղել, բայց նաեւ բնական է դա, հա, որ հաճախ չեն էլ ուզում մտածում են ինչ գործ ունեն պետականի հետ, հա, պետականը գրավիչ չի եղել, հիմա մենք նաև դարձնում ենք այն գրավիչ, ճկուն աշխատանքային գրաֆիկ, ես օրինակ իմ աշխատողներին շաբաթը մի օր թույլ եմ տալիս ղեկավարի համաձայնությամբ հեռավար աշխատել, remote, կարան գործի չգան, բայց գործը անեն, այսինքն գործը արվում է, այո, պայման չէ իր ֆիզիկական ներկայությունը։ Գիտենք, որ ինքը բան է, աշխատանքի վայրում չի, ուրիշ տեղից է անում, դա մեր օրենսդրությամբ է, էլի նաև սահմանված։ Ուրիշ բենեֆիտներ է հիմա այդ բանն է փոխվում, վարձատրության համակարգն է փոխվում, որ մի քիչ ավելի գրավիչ լինի մասնավորի հետ համատած, եւ այո, պետք է ընդգրկենք, եւ ես միշտ էլ նախկինում էլ ես նույնիսկ առողջապահության նախարարության ժամանակ, ասենք մի դեպք եմ հիշում, մի տղա գրեց Էմիրություններից, տենց մի շաբաթ հետո ես իր հետ հանդիպեցի Երևանում ու արդեն ինքը սկսեց զբաղվել տարբեր գործերով, մասնավոր էր, պետական չէր ուզում, բայց ինքը այն վաղտվանից հետո Հայաստանում գործ է անում։ Այսինքն իհարկե միշտ երբ որ կա ցանկություն, պետք է իրան բերել, փորձել ֆիթ անել, տեղավորել ինչ որ մի տեղ, որը իր մասնագիտական եւ ոչ միայն մասնագիտական հմտություններին համապատասխանում է։ Գիտեք, խորքային հարց մտամ, կնկատեմ նաեւ որ ճիշտ կհասցեակրեմ, որովհետեւ նաեւ դուք քաղաքացիական պայմանագիր գուսակցության մեջ նաեւ գաղափարական թեզը դանելու հաջող նկատած եմ, որ այդ փորձ ունիք, խոսքը Սփյուռքի հետ հարաբերություններու հարցի մասին է, անգերց բան նախարար, Հայաստանի իշխանությունները գվախնան Սփյուռքեն, այն իմաստով, որ գիտեք, այնտեղ դարբեր շերտեր կան, Թուրքիայի հետ հարաբերություններու հարց կա, շատեր թավատրապանության մեջ կինան, որ Անկարան գջնշե Երևանին, որ Սփյուռք, գիտեք, այդ դիլեման կա։ Ես անկեղծ չեմ հասկանում, ինչի պետք է վախենանք։ Ինչի պետք է Ցեղասպանության հարցով, որ անդադ Էրդողանին կնատադելու խնդրով, որ տեսեք, մենք լավ չենք հասկանում, թե ինչ է Սփյուռքը։ Եթե մենք լավ սահմանենք ինչ է Սփյուռքը, վախենալու, չվախենալու բացարձակ հարց չկա։ Սփյուռքը իմ կարծիքով մեր քաղաքացիներն են, որոնք ապրում են, հա, այլ երկրներում, այս կամ այն պատճառով, այնտեղ են ծնվել, մեծացել, տեղափոխվել, տարբեր ցեղասպանության պատճառով են տեղահանվել եւ այլն,
որոնք այդ երկրների քաղաքացիներ են, հիմնականում, երբեմն նաև Հայաստանի քաղաքացիներ են, եւ ունեն տարբեր առաջնահերթություններ, նախընտրություններ, շատ տարբեր։ Կա հին Սփյուռք, որը ուրիշ նախընտրություններ ունի, հա, ասենք ցեղասպանության սերունդները, վերապրածների սերունդները, կան Սփյուռքի ներկայացուցիչները նոր են տեղափոխվել այլ երկրներ, իրանք լրիվ ուրիշ նախընտրություններ ունեն։ Կան, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն, կան, որոնք չունեն Հայաստանի քաղաքացիություն։ Մենք պետք է հասկանանք, մենք որպես Հայաստանի Հանրապետության իշխանություններ, ինչի համար ենք պատասխանատու։ Մեր շատ հայրենակիցների սենտիմենտների եւ զգացմունքների, որոնք շատ ճիշտ են, շատ դառն են, թե մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության որպես պետություն համար իր քաղաքացիներով, որոնց մի մասը, ճնշող մասը ապրում է Հայաստանի Հանրապետությունում, մի մասն էլ ապրում է դրսերում, որոշել է տենց։ Իմ խորին համոզմամբ պատասխանը շատ պարզ է, եւ դա պարզ է բոլոր երկրների համար։ Բոլոր երկրների իշխանությունները պատասխանատու են իրանց սուվերեն տարածքի, պետության եւ այդ երկրի քաղաքացիների համար։ Տարբեր երկրներ տարբեր մոդիֆիկացիաներով, հա, ասենք մի երկիր կա, ասում է իմ քաղաքացին աշխարհի որ ծերն լինի, կգնամ ավիա կիրառեմ 50 հատ սամոլյոտ, 20 հատ բան կհանեմ դուրս կբերեմ, իրեն կարող է թույլ տա դες բան։ Երկիր կա, ասում է եղբայր, հա, ես քո ամեն հարցով կզբաղվեմ, բայց իմ սահմաններով։ Բայց երկիրը երբեք չի կարա ասի, որ նույն էթնիկ խմբին պատկանող մարդկանց զգացմունքները, ինչքան էլ որ դրանք ճիշտ են եւ դառը, կարող են ավելի կարևոր եւ առաջնային լինել, քան քո երկրի պետական շահերը, քո երկրում ապրող քաղաքացիների շահերը։ Չի կարա դες բան լինի, հասկանում եք։ Եվ ես իհարկե հասկանում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, օրինակ Ամերիկայում, Եվրոպայում ապրող, որոնք ցեղասպանության վերապրածների սերունդներ են, հա, կարող են ասել, ինչպես դուք կարող եք ձեր հարաբերությունները լավացնել Թուրքիայի հետ, բայց իրանք ապրում են, օրինակ, չգիտեմ, Մարսելում, Փարիզում, Նյու Յորքում, Բոստոնում, ոչ մեկ կապ, եւ այլն, օրգանիկ։ Չէ, կապ էլ կարող է ունենան, կարող է գան գնան, որը նորմալ է, բայց այստեղ չեն ապրում փաստը, չէ։ Հա, իրականում իրանք իրենց բոլոր քաղաքներում բոլորն շփվում են թուրքերի հետ, որտեվ հայտնի քախնի կամ հայտնի։ Չէ, հիմա գործի տեղը մի հատ թուրք է աշխատում, ի՞նչ պետք է Ինչ անեմ, մի դեսպան։ Կարող չբարևի կամ ի՞նչ պետք է անի։ Ասենք երկու պրոֆեսոր են համալսարանում աշխատում են, մեկը թուրքական ազգանունով, մեկը հայկական, երկուսն էլ Ամերիկայի քաղաքացի են, ինչ իրար չեն բարևում, որովհետև այդ թուրքերի նախնիները մեզ կոտորել են, իհարկե ոչ։ Բայց մենք պետք է այդ տառապանքը կրենք մշտական, որտեղ մենք շղթայված ենք։ Հա, մենք ստեղ։ Ես էլ ասում եմ, ոչ, մենք պետք է դուրս գանք այդ զոհի կարգավիճակից եւ հարաբերություններ ձևավորենք մեր բոլոր հարևանների հետ, ինչպես իսկ պարսիկները մեզ չեն մորթա, իսկ մեզ չեն տեղահանել, Շահ Աբբաս եւ այլն, Նախիջևան, չեն արել ջուղա։ Պատմությունը վգա։ Հա, չեն արել։ Էլ չեմ էլ շատ հետ չեմ գնում, ավարայել, բան, դա որտեղ այնտեղ վեճ կա, վերջը ով հիմա մորթա էլի։ Չի կարելի այդ բաներով անեկդոտ կա այդ թեմայով։ Չի կարելի այդ սենտիմենտներով ապրել, ինչքան էլ որ դա քննադատություն երգույթություն կա, անցի երգույթություն կա, Սփյուռքի բարակային։ Հիմա իմ նախնիները, իմ պապի հայրը Էրզրումից է։ Էրզրումի նահանգի Դիարքյոմ գյուղից 1800-ականներին գաղթել են Ջավախք, հետո պապս էլ 70-ականներին գաղթել է Երևան, եթե գաղթ բառը օգտագործենք, հա։ Հիմա ես ինչ անեմ։ Ասեմ, որ Թուրքիայի Էրզրում նահանգի Դիարքյոմ գյուղը իմ հայրենիքն է եւ ես այն պետքա վերադարձնեմ ու գնամ այնտեղ ապրեմ։ Դա է ճիշտ մոտեցումը։ Թե ասել, որ կա Հայաստանի Հանրապետություն իր սուվերեն տարածքով, որը միջազգային իրավունքի սուբյեկտ է, որը մեր երկիրն է, մեր հայրենիքն է, մեր պետությունն է, եւ ես պետքա ուժեղացնեմ այդ պետությունը, այդ հայրենիքը։ Շատ པարզ ընտրություն է, շատ པարզ։ Եվ եթե դու ընտրում ես առաջինը, բարի եղի գնա արա։ Ոչ թե նստի ինչ որ միտեղ եւ ասա, որ ոնց կարելի է Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել։ Մուշը, Արդահանը, պաշտպանել։ Ասացի, հիմա ես իմ օրինակն եմ բերում, որ ուրիշների վրա չբերեմ այդ օրինակը։ Ու ենթադրում եմ, որ այնտեղից դուրս են եկել, որովհետև այտենց հեշտ չի եղել այնտեղ ապրել, հա, իսլամական երկրում, Օսմանյան կայսրությունում, ու դա համընկել է նաև ռուսական կայսրության Կովկաս մտնելու հետ, ու այդպես շարունակ։ Ու շատ པարզ է, իրական Հայաստան թե վիրտուալ, դրա մեջ է։ Եթե ուզում ես իրական այսօրվա մարդու համար Հայաստան, թե տեսական ինչ որ անհասանելի եւ
երբեմն անհասկանալի Հայաստան։ Վերջ Հայաստանը սահմաններ ունի, թե չունի։ Էլ ուրիշ բաների մեջ չեմ խորանում։ Ասում եմ, լավ, օքեյ, մի երջանիկ օր բան, տենց երկնքից ընկնում է 3 խնձոր եւ այդ արևմտյան Հայաստանը, որ ասում են բաները, գալիս է մեզ, ասենք մի 20 միլիոն բնակչությունով, ինչ են կանալու։ Հաջորդ նախագահ Հայաստանի, վարչապետը Հայաստանի հարցն հայ չի։ Քուրդ բիդրինի։ Էլ չեմ դրա մասին չեմ խոսում, հո մենք ցեղասպանություն չենք անելու, ոնց որ իրանք են մեզ ցեղասպանություն արել։ Ուզում ասեմ, այնքան տրիվիալ է այդ ամեն ինչը, բայց պետք է դուրս գալ այդ կաղապարված մտածողությունից, որը շատ դժվար է, որտեղ նաև Սփյուռքի շատ մեր համայնքներում նաև ռադիկալ տրամադրված կուսակցություններ եւ անհատներ երեխաներին նորից այդ են սերմանում, նոր մեծացող, ոչ թե հակառակը։ Եթերից առաջ խոսում ենք, բայց դիլեմա է մեծ։ Դա identity ինքնության խնդիր էլի, հա, որտեղ ուրիշ ինքնություն չեն կարող գտնեն։ Ինքնությունը Հայաստանն է, խորքի մեջ։ Դա Հայաստանը, խո հայրենիքն է, ասենք դա բան է, աստվածային պարգև է, հա, երկիր պետություն ունենալը, որ շատ ազգեր չունեն ու երազում են, բայց դու գնում ես ինչ որ բաների հետև ես պատմական դառը եւ ճիշտ իրողությունների հետ ես միայն քո ինքնությունը կապում, բայց չես կապում քո այսօր եղած գործող միջազգայինորեն ճանաչված երկրի հետ, որը պիտի ուժեղացնես, որտեղ համարում ես, որ քո հայրենիքն է, չես կապում, ասում ես, չէ, լավ է, ես բանում Glendale, Watertown, Massachusetts, լավ է։ Իրագի օրը սիգար պիտի ձխեմ եւ Էրդողանին թուրքերի հետ եւ բանա թուրքերին ված բաներ ասեմ։ Գիտեք, առօրեական հարց մի քանի սոցիալական հարցերով պատասխանատու եք, օրերս անսպասելիորեն Թուրքիո ղեկավար մարմինները Հայդար Արչյումը դարազեցին, ըստ որուն ՀՀ քաղաքացիները գարկիլվի իրենց հաջախել դեղի հայկական համայնքի քաղուտի այսին դբրոցներ։ Նոր է այս նյութը։ Տեղյակ չեմ, ինչու կհարցեմ, որովհետև բան վարչապետը շատ հետաքրքիր բան ասաց էր բոլիս համայնքի երևելիները բարոն վարչապետեն կխնդրեին, որ միջամտե նախագահի մոտ ինքն ասավ դուք այս երկրի քաղաքացի ես ծեր պատասխանատուն չեմ, բայց այս բարակային թիրախը ճագերդով ճիշտ է քիչ է անուն ստիվը, բայց կան բոլսո մեջ ապրող հայաստանցիներ, որոնք հայկական դպրոցներ կհաջախեն, ինչ կմտածեք, ծանոթ չեք։ Բացարձակ ծանոթ չեմ, կարող եմ ենթադրեմ, որ չգիտեմ, էլի ինչ որ ազգային նաև հույներու բարակային, ոչ միայն։ Ենթադրում եմ բոլոր փոքրամասնությունները վերաբերում։ Երևի ուզում են, որ իրանց երկրի քաղաքացիները իրանց դպրոց, իրանց կրթական ծրագիր, իրանց լեզուն սովորեն եւ տենց չմեկուսանան, ասիմիլացվեն, միգուցե, որտեղ բոլոր երկրներն էլ տենց առնվազն թաքուն տենց նպատակներ ունեն, հա, որ հնարավորինս չտարբերվեն։ Գարձեք որ միջամտելու բան կա, թե ով մեր կողմից չէ։ Դե տեսեք, վարչապետը պատասխանել է այդ հարցին, կարծում եմ, եւ գիտեք, եթե մենք ուզում ենք այնուամենայնիվ մեր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենանք, մենք պիտի այդ միջամտելու եւ կրքերը բորբոքելու բանից հրաժարվենք։ Ուրիշ բան, որ մենք գնանք նորմալանա հարաբերությունները, որը փորձում ենք եւ հույս ունենք դա տեղի կունենա հնարավորինս արագ, այդ հարցերը դուրս կգան օրակարգից։ Էլ կարիք չի լինի, հա, ինչ որ հակա հայկական կամ հակա փոքրամասնությունների դեմ ինչ որ քայլեր անել, բայց դա ամեն երկիր ունի իր քաղաքականությունը եւ իր իշխանությունները, որ մենք չենք որոշում, իրաց քաղաքականությունները մենք չենք որոշում, բայց հարաբերությունների ընթացքում, երբ որ դու հարթում ես կնճիռները, իրենք իրենց բաները կարան փոխեն։ Մենք էլ մերը, ու բնակ Թուրքիային չվերաբերում, բոլոր հարևաններին դա վերաբերում։ Իսկ բան նախարար, եթե քախնիկ չէ այս հայ թրկականի հարցով պարոն Ռուփինյանեն, եթե մենք նշանակումի ենք սպասում քախնի թռների հետևից ինչ որ մեծ կառավարական շրջան։ Անկեղծ չունեմ ինֆորմացիա եւ կարող եմ ձեզ վստահաբար ասել, որ այդտեղ շարունակվելու է այդ գործընթացը։ Երբեք գաղտնիության քող չի կարող լինել, հենց լինի այդ որոշումը։ Շուտով կիմանանք։ Վարչապետի մոտ միանշանակ Բայց շարունակվելու է, չէ՞, process-ը, կենտացրեք։ Չէ, process-ը շարունակվելու է, բայց չգիտեմ ինչ ֆորմատով։ Միգուցե որոշում կայացվի։ Բոլսո նեղ շրջանակները ես լսեցի, որ
ավելի բարձր լեվելի, ավելի թրագան ինստիտուցիոնալ այո, տեսփանադուներ եւ այլն, այդպեսի։ Դե նախարար կա իրար հետ շփվում են, ոնց որ մյուս բոլոր երկրների հետ կարողա արդեն այդ առանձին հանձնակատարի միգուցե չեմ կարող ասել, հա։ Դե դեսպանատներ բացելու մասը այդ արդեն դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատենք։ Բայց ընդհանրապես լավադես եք այդ ֆրոնտով։ Ես չեմ ուզում չլինել լավատես։ Մենք պիտի լինենք լավատես, որովհետև նաև մեր դիվերսիֆիկացման տնտեսական շրջանակներում դա շատ կարևոր նոր շուկաներ հասանելիություն ունենալու տնտեսական, մշակութային, ընկերային, սոցիալական, հարևանային առաջին հերթին նաև հենց տնտեսական, որովհետև երբ որ մենք տեսնում ենք նաև այլ երկրների վերաբերմունքը մեր հասցեին ու նաև տեսնում ենք ճանապարհները ոնց են անցնում, մեզ ամեն փակ սահման խոչընդոտում է, պետք է բացել։ Իսկ բացելու համար պետք է հարաբերությունները լավացնել։ Անկեղծ զրույց էր, պարոն նախարար, մեր ագնտիրներուն հիշեցնեմ, որ հյուրս նախարար Արսեն Տորոսյանն էր, նաև հորտորոս ցեզի, որբեսի շարունակենք մեր գործունեությունը իբրև անկախ մամուլ հետևիլ, տարածել, մեկնաբանել, անշուշտ միշտ հարկելով էթիկան, կանոնները եւ բարեվարկությունը, ինչպես մեր ազգային ժողովի բարակային ցեզ հետ Սակոարյաններ հետևեցեք մեր թողարկումներում։ Բարի մնացեք։